Նորից ողջույն, անցյալ վիդեոյում ես խոստացա, որ կխոսեմ ինչպես բաշխենք մեր ժամանակը եւ ինչպես լինենք էֆեկտիվ։ Ուրեմն գործերը լինում են մի քանի տեսակ, հա։ Կան այնպիսի գործեր, որոնք մենք պետք է անենք ամեն օր։ Այսինքն իրանք մեր ամենօրյա գործերն են։ Մենք ուզենք թե չուզենք, պետք է այդ աշխատանքները կատարենք։ Մենք արթնանում ենք, մենք պետքա մեր անկողինը հավաքենք, տները հավաքենք, պետքա լվացվենք, հագնվենք, չգիտեմ, գնանք խանութ, մարդկա երեխային պետքա լողացնի, մարդկա պետքա տանի մանկապարտեզ, դպրոց, երեխայի դասեր, ինչ որ sense տարբեր բաներ, ամեն մեկը իր տարիքի հետ կապված արդեն ունի այդ անելիքները։ Այն գործերն են, որոնցից մենք չենք կարող խուսափել, որոնք մենք պետք է պալյուբոմու անենք ու ոնց որ իրանց հետաձգել է անիմաստ ծանրանումը մեր վրա։ Երկրորդ գործերը դա այն գործերն են, որոնք մեր կյանքի համար են։ Երկարաժամկետ են, մեր երկարաժամկետ անելիքներն են, նրանց ռեզուլտատը շատ հնարավոր է, որ մենք ոչ այսօր, ոչ վաղը, ոչ նույնիսկ 1 տարի հետո չտեսնենք, բայց մենք գիտենք, որ նրանց ռեզուլտատները շատ ավելի մնայուն են, շատ ավելի կարևոր են եւ շատ ավելի արժեքավոր են մեզ համար։ Օրինակ, ես ունեմ նպատակ բացել վարսավիրանոց։ Ես ունեմ նպատակ սովորել անգլերեն։ Ես ունեմ նպատակ անել իմ այն կուրսը, որ վերցրել եմ առել եմ այսա ժամկետը լռանում է։ Ես ունեմ նպատակ ունենալ լավ գեղեցիկ պարապած մարմին։ Սենց տարբեր նպատակներ, հա։ Եվ երրորդ, դրանք այն գործերն են, որոնք մենք անում ենք անկապ տեղը։ Այդքան էլ անկապ տեղը չի, հա, այս երրորդ գործերի մեջ մտնում են այն գործերը, որոնք մենք անում ենք մեր հաճույքի համար, ժամանակ ենք անցկացնում մեր ընկերների հետ, գնում ենք ման գալու, ուտում ենք պաղ-պաղակ, ժամանակ ենք անցկացնում մեր երեխաների հետ, մեր ընտանիքի, մեր կողակցի հետ, բայց վատը նա է, որ այս գործերի մեջ մտնում են նաև այն գործերը, որոնք մենք անում ենք, ոնց ես ասացի, շատ պրոստը տակ։ Օրինակ, մենք վատնում ենք մեր ժամանակը ու ժամերով ռիլզ ենք նայում, հիմար նորությունների մեջ ենք խորացել ենք ընդ արդեն նայում ենք Մայքլ Ջեքսոնը սաղա ու որտեղ է Ջենիֆեր Լոպեսը մեծացել է, թե չէ, գալիս է Երևան, ինչ որ sense անիմաստ տեղատարափ է հասկանում եք, երրորդ համաշխարհային է լինելու է, թե չէ, ինչ ասաց Տրամպը Զելենսկուն եւ վերջացրած ինչ որ հիմար ռիլզերով, թե ոնց է ինչ որ մեկի մարդը ժիմանում, ինչ որ մեկի կնգան գրկած։ Մենք հասել ենք ինչ որ մի հատ տեղ, որտեղ ինֆորմացիայի տեղատարափը այնքան ուժեղ է, որ ինֆորմացիան թափվում է։ Տեղից ճպ, այդ ինֆոն գալիս է լցվում է մեր վրա, ու մենք իրականում քանի որ մեր գիտակցությունը այդքան բացված չի, այդքան միացած չի, մենք չենք հասկանում ինչա կատարվում, որ մեր վրա ուղղակի ինֆորմացիա են լցնում, շպրտում, իսկ մենք sense նստած sense ենք եղել ու մտածում ենք, ոխի հավես չունեմ ոչ մի բան անեմ։ Երեխեք հավես չունենք ոչ մի բան անենք, որովհետև այդքան ինֆոին ոնց դիմանաս այդ ամեն ինչին, ոնց դիմանաս հաճախ մենք նույնիսկ մեր հաճույքի բաները չենք անում, հա, մենք մեր ընկերուն չենք գնում տեսնենք, մեր սիրած մարդուն չենք գնում տեսնենք, դու աղջիկների հետ այդ ավելի քիչ է, հա, պատահում, բայց լիքը, չգիտեմ, մեր մամայի հետ չենք կարող էֆեկտիվ լավ ժամանակ անցկացնենք, որովհետև զոմբիի պես նստած հիմարությամբ ենք զբաղվում, հասկանում եք, այդ հեռախոսի մեջ չգիտեմ, արդեն ասում եմ, ոտը, ոտից է մեծ ու ով է իրա մարմինը կտրել, դրա տեղը դրել ուրիշի եսիմ ինչերը ու դարել ինչ-որ եդինարոգ։ Ահա որ երեխեք, իրականում, այս երրորդում, այս երրորդ կատեգորիայում կատարվում է միքս, որտեղ մենք համ շատ ուզում ենք անենք այն ինչ մեզ հաճույք է պատճառում, համ մենք արդեն կորցրել ենք այն սահմանները, որտեղ մենք անում ենք այն ինչ մեզ հաճույք է պատճառում, ու խառնել ենք այդ նրա հետ այն ինչ մեզ հաճույք չի պատճառում, բայց մեզ թվում է, որ մեզ հաճույք է պատճառում, ու այս երրորդ կետի վրա մենք ընենց ենք լռվել, որ պրոստը մենք էներգիա չունենք, որ անենք այն առաջի գրուպայի զադանյաները, որի մեջ մտնում է սովորական այսօր սենյակ հավաքել, գնալ մի հատ բոթաս առնել, վայլբերիզից եսի միջ պատրել, որտեղ մեզ պետք է ու մենք պետք է անենք,
Էլ չեմ խոսում են երկրորդ գրուպայի բաների մասին, որոնք մեր կյանքի համար կարևոր են, բայց մենք էներգիա չունենք, որովհետև սկի երկրորդը չենք կարողանում անենք, որ պետք է անենք, ու նստած են երրորդ գրուպայի եսի ինչով ենք զբաղված։ Հասկանում եք։ Ուրեմն պետք է գալ հստակ դասակարգման։ Վերցնում ենք թուղթ ու գրիչը եւ գրում ենք։ Սիրում եմ այս վիդեոների մեջ են դասատուի պահը, որ գալիս է, շատ խնդալու է։ Վերցնում ենք թուղթ ու գրիչը, կիսում ենք 3 մասի եւ գրում ենք։ Ա. Առաջին. Գործեր, որոնք պետք է արվեն, սենց թե ընենց։ Այդտեղ մի հատ շուտ գրում եք այն սաղ ձեր վրա թթված գործերը, որ 258 տարի է պետք է անեք, բայց մինչև հիմա չեք արել։ Հա, այն դուք իմացաք որոնց հետ եմ, որ sense վրեքներդ նստած է այդ գործերը ու դուք պրոստը ժամանակ, հավես, էներգիա չունեք այդ անեք, որովհետև ես ձեզ ասեցի, դուք այդ ընթացքում փոխանակ ձեր շոյերը տանեք կարողի, որտեղ պետք է անեք, ձեր կոշիկը սարքել տակ, մի հատ այդ ձեր սենյակի դարակը հավաքեք, որ ամեն օր դուք ձեզ ինչ ասես, չասեք, դրա տեղը նստած ասում եմ, ինչ որ մեկի կնգա նոր Louis Vuitton սումկի unpacking-ն եք նայում, երեխեք։ Ու դուք չեք դրանում մեղավոր։ Ինչ որ մեկը ձեր վրա փող աշխատում, մինչև դուք այդ նայում եք։ Ինչ որ մեկը զբաղված է այն երկրորդ ստոլբիկով, այդ անելով էլի ինքը այդ երկրորդ ստոլբիկը իր dream-ին է գնում, ինքը իր այդ dream life-ն է build-անում, հա, իսկ դուք նստած ինքը իր Louis Vuitton սումկաներ առնում, իսկ դուք unpacking եք ուրախ նայում, այդ է խնդիրը։ Բայց ոչինչ, մենք ամեն ինչ կուղենք, ամեն ինչ դեռ արժևում է, ապագան արժևում է, մենք դեռ շատ ունենք ժամանակ եւ խելք, որպեսզի ամեն ինչ ուղենք։ Ուրեմն, իմ մոտ դա ստացվում է, ու ես գիտեմ, որ ձեր մոտ է կստացվի։ Ուղղակի այս համակարգերը ոչ մեկ մեզ չի բացատրում ոչ մի տեղ, հասկանում եք։ Այս ավելի կարևոր է, քան համասարանի կրթությունը իրականում։ Okay, անցանք առաջ։ Առաջի ստոլբիկում այդ ամեն ինչը գրեցինք։ Եկանք երկրորդ ստոլբիկ, երկրորդ սյունակ, երկրորդ սյունակում գրում ենք այն բոլոր գործերը, նպատակները, որոնք երկարատև են ու մեզ տալու են երկարատև փող, բավարարվածություն, երջանկություն, հա, այն որ մենք, չգիտեմ, 1000 տարի է ուզում ենք այդ անգլերենի քննությունը հանձնենք, այդ, չգիտեմ, քշելու քննությունը հանձնենք, այդ պրավան ունենանք, այն 1000 դուք գիտեք, այն կարևոր են բիզնեսը սկսենք, այն վայրբերիզով մեծ խանութ բացենք, այս ամեն ինչն է մտնում այստեղ։ Այդ ամեն ինչն ենք գրում երկրորդ ստոլբիկում, երրորդում գրում ենք, թե մենք օրվա մեջ ինչքան հիմար բաներ ենք անում, դա ջնջում ենք ու փոխարինում ենք այդտեղ այն կարևոր բաները, որոնք պետք է անենք։ Հիմար բաների մեջ սերիալ նայելն էլ է մտնում, եթե օգտակար ինֆո չի, հիմար անիմաստ բան է, դուք կարող ասեք, հա բայց այն սերիալ չնայելով էլ ինչ լինի, բան, երեխեք նայեք, կլինի, բայց աշխարհի տենց հաջողակ, միլիոներներ, հա տենց successful մարդիկ, բան, սենց իրանք սերիալ չեն նայում, իրանք հիմնականում փող են տալի, որ այդ արտադրողները արտադրեն ու սովորական օգտագործողները այդ սերիալները նայեն ու իրանք փող աշխատեն։ Հիմա դուք ընտրեք որտեղ եք դուք ուզում լինեք։ Դեռ կարանք մեջտեղը, հա, դες մեկ-մեկ սերիալ նայենք։ Ես էլ եմ մեկ-մեկ նայում, որովհետև դեռ միլիոնատեր չեմ։ Բայց հասկացաք ինչ եմ ասում, ուրեմն երրորդում այդ գրում ենք այն վատ բաները, այն ռիլզ եմ նայում, ինչ որ եմ անում, այն ապուշ բաները, որ անում ենք, ջնջում ենք այդ, ու տակը գրում ենք այն բաները, որոնք իրոք մեր հաճույքի համար ենք, հա, մենք անում։ Օրինակ, տեսնել ընկերուհիներիս, որոնք մեզ ռեսուրս են տալիս, մեզ լցնում են, մեզ էներգիա են տալիս, որոնք չեն մտնում են բիտավոյի մեջ, չեն մտնում են long term-ի մեջ, բայց մեզ հաճույք են պատճառում, հա։ Ասում եմ, ժամանակ անցկացնել իմ դեպքում երեխաներիս ու ամուսնուս հետ, գնել մամայիս տուն, նայել պոդկաստ, կարդալ գիրք, այսպիսի հետաքրքիր բաներ են գրում, որ այն ռիլ նայելու, շորտ նայելու ժամանակը ջնջվի։ Իմիջայլոց կարճատև կոնտենտը ամենաահավոր բանն է մեր ուղեղի համար, օրինակ ես ռիլզեր անում եմ, բայց
ապուշություն արիրձը, որովհետև ես ոնց կարամ 6 վայրկյանում, 10 վայրկյանում այսքան ինֆո տամ մարդուն, ես չեմ կարա։ Դրա համար երեխեք ավելավա դրա տեղը YouTube նայեք, ձեր կայֆոտ թեմաներ ընտրեք, հենց նույն ձև ինքնաճանաչում, ինքնազարգացում, այդ ամեն թեմաներով, AI-ի մասին, մասնագիտությունների մասին, նոր աշխարհի մասին, լիքնա վիդեոները YouTube-ով, քթեք, նայեք, զարգացեք, ես կշարունակեմ ու սենց երկարատև կոնտենտը, երկարա versus ժամանակով երկար է, ինքը շատ թույն կոնտենտ է, այդ կարակ լսեք, օգտակար երկարատև կոնտենտ, բայց այն մի վարքյանանոց ապուշ փաստերը, որ ստեղից եսիմ որտեղ եսիմ քանի մղոնա, այսքանդեղից եսիմ որտեղ եսիմ ինչքան որը հավասար է եսիմ քանի ոտնաթաթ եսիմ ինչի, вообще ձեզ պետք չի հասկանում եք կյանքում չեք օգտագործելու։ Իսկ այն ինչ որ ես ձեզ հիմա ասում եմ, եթե օգտագործեք, լիքը բան կփոխվի։ Դրա համար subscribe եղեք իմ ալիքին եւ գրեք, որ ինձ շատ եք սիրում, ես ձեզ շատ եմ սիրում։ Հնա, քիչ-քիչ բլոգեր եմ դառնում։ Քիչ-քիչ բնական եմ ավելի սկսում անել։ Լավ, անցնում ենք առաջ։ Ուրեմն, ես ուզում եմ, որ դուք, երբ որ արթնացաք, արագ, շատ արագ անեք այն առաջի ստոլբիկի գործերը, որոնք պետք է անեք։ Միջև հեռախոս, միջև այն մյուս ապուշ գործերը, որ պետք է ան, միջև ամեն ինչ դուք անում եք, ինչ որ պետք է անեք, գնալ դասի, հավաքել տունը, չգնալ խանութ, տանել երեխուն եսիմ ուր, այն դուք հասկացաք, այդ առաջի ստոլբիկը արագ, որ ժամանակը ազատվի, այդ չմնա ձեր վրա, միջև իրիկունը, ոյ, այն բանն էլ պետք է, չէ երեխեք արագ ենք այդ անում, այդ չենք պահում, այդ գործը մեկը պետք է արվի ավելավա շուտ անեք։ Երկրորդ ստոլբիկը։ Մենք նստում մտածում ենք երկրորդ ստոլբիկի մասին, այն առաջինը շատ արագ ենք անում, որ ժամանակ ազատվի ու մենք օրվա մեջ երեխեք գոնե մի քանի ժամ, 3-4 ժամ նստենք ու մտածենք այս երկրորդի մասին։ Դեռ որ մտածենք, եթե հələ չենք կարողանում անենք, բայց ավելի լավ կլինի, չգիտեմ։ Լավ մարմին եք ուզում, ուրեմն սկսենք տանը պարապելը, 30 րոպե պարապեցի, վաու, իմ երկրորդ ստոլբիկից բան եմ արել, լավ մարմնի համար պարապել եմ։ Վաժդենիայի դասի եմ գրանցվել, տեսնեմ հանձն է, բիզնես եմ ուզում բացեմ, մի հատ ChatGPT կա արդեն ու դուք պետք չի ձեր բիզնես պլանը նստեք գնաք consulting կամպանիա գտնեք, որ ձեր համար բիզնես պլան գրի, ChatGPT-ին հարցրել եմ ոնց անեմ իմ բիզնեսը, երեխեք, այսօր ես ինչ բիզնես իդեա ունենում եմ, գցում եմ ChatGPT-ին 5 րոպեով ինձ բիզնես պլան է տալիս, ես գնացել եմ բիզնես եմ սովորել դրա համար, այն ժամանակ չկար ChatGPT, հիմա ChatGPT-ին ոչ վատ բիզնես պլան է տալիս ու вообще բիզնես պլանը ոչ մի բան է, եթե չեք պատրաստվում իրան անեք, դրա համար կապ չունի ով կգրի ձեր համար բիզնես պլան, որովհետև այստեղ կարևորը գործողությունը։ Պլան ունեք, սկսեք, այն ժամանակ գցում էին բիզնես պլանի վրա, հայ բիզնես պլան ունենամ, մի հատ նստեմ գրեմ, կանեմ, կա բիզնես պլան, 2 րոպե է։ Դե սկսեք անել, հա, Վարշավիրանոցի առաջի տարածք նայելը, աթոռ առնել եմ, այդ գումարում ենք, մի հատ տենում ենք, մի հատ զանգում ենք։ Երեխեք զբաղվում ենք, մեր կյանքը ծախսում ենք այս երկրորդ ստոլբիկի վրա։ Ես տենց եմ անում։ Այդ ծախ սֆերաներով, որ հիմա զբաղվում եմ, ես ուղղակի շատ արագ անում եմ առաջինի գործերը, զբաղվում եմ երկրորդով, իսկ երրորդով ես համարյա չեմ զբաղվում։ Ես շատ շուտվանից չեմ նայում կինո ու սերիալ, ասացի շատ մեկ-մեկ, եւ վերջը 3 ամսվա մեջ եւ 2 կինո եմ նայել։ Սերիալը вообще հանել եմ անիմաստ բանը, անիմաստ նույն կինոն է, ձգած միլիոն սերիայի, որ դու ժամանակդ վատնես իրենք փող աշխատեն։ Տեսնում եմ ընկերուհիներիս, որտեվ շատ եմ սիրում ընկերուհիներիս ու չեմ կարող առանց դրա, բայց դա էլ եմ էֆեկտիվ սարքել, ասենց շաբաթվա մեջ մի հատ օր, 2 հատ օր ենք ունենում, որ սաղ ընկերուհիներով ենք հավաքվում, կայֆ մի քանի ժամ նստում ենք, ամեն ինչից խոսում ենք, ասենց էդ էլ է դաժե էֆեկտիվ անցնում, որովհետև մեր գործերն ենք քննարկում, գիտեք, էդ էլ մարդուն տեսնում ես, կարաս անկապ, հա, լսի դու գրեցիր, Իրան ինքը քեզ գրեց, բան ասենց ապուշ բաներով զբաղվենք, իտոգում անիմաստ խորհուրդներ եք իրար տալու, որ ոչ մեկի պետք չի, որովհետև մարդը ինչ անի, էդ անելու, ավելի լավ է իրար հետ գործերը քննարկեք աղջիկեքով, որովհետև աղջիկեքի ուղեղը, որ իրար կպնում, շատ բումեր է լինում, ձեր ընկերուին կարաս, ահա, կարաս էս անես, բան, ու ձեր դուք երկուսով մոտիվացված գաք տուն, այտենց։ Հա, բայց երրորդի այդ կարևորները, հա, մամային տեսնել, ժամանակ անցկացնել մամայի հետ, այն լավ բաները գնալ հայքինգի, գնալ travel անել, ժամանակ անցկացնել բնության մեջ, այդ սա երրորդի մեջ է, որոնք մենք պարտադիր պետք է անենք, որովհետև այդտեղից ենք ստանում էներգիա այն երկուսը անելու համար։
Բայց ինչպես հասկացաք, ժամանակ սպանելուց մենք էներգիա չենք ստանում ոչ առաջի, ոչ երկրորդ սյունակի համար։ Հուսով եմ կարողացա բացատրեմ այն, ինչ ուզում էի բացատրեմ։ Լավ, գնեմ մի հատ վիդեո անեմ, ձեզ շատ եմ սիրում։ Բայ, գրեք օգտակար է թե չէ, ու խնդրում եմ գրեք էլի, եթե էլի ինչ-որ իդեաներ ունեք, ինչից կամ խոսալ, չնայած ոնց հասկանում եմ անսպառա, whatever, սիրում եմ ձեզ։